Նա թվում էր պարզապես սովորական աշխատակից, մինչ նրան հրապարակային կերպով չհրահրեցին օդ բարձրացնել ուղղաթիռը զվարճանքի համար։ Խաղաղ շարժումով նա ընդունում է մարտահրավերը զարմացնում բոլորին անկրկնելի կատարումով։ Այն, ինչ նա բացահայտում է հետո, ծաղրը վերածում է լռության բացում գաղտնիքներ, որոնց համար ոչ ոք պատրաստ չէր։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դուք դիտում այս պատմությունը։ Երանի Մարտյան տապն էլ ավելի ուժգին էր թվում Սարգսյան գործընկերներ կորպորատիվ շենքի 23-րդ հարկում, որը երկրի խոշորագույն բիզնես խորհրդատվական ընկերություններից մեկն էր։ Հայելային պատուհաններն արտացոլում էին հյուսիսային պողոտայի խելահեղ շարժը, մինչդեռ ներսում, համայնապատկերային տեսարանով խորհրդակցությունների սենյակում, ընթանում էր ընկերության բարձրագույն ղեկավարության հերթական հանդիպումը։ Էդուարդ Սարգսյանը զգուշորեն ուղղեց սպասարկման բաժնի մուգ կապույտ համազգեստը գործիքներով սայլակը հրեց փայլեցված միջանցքով։ 52 տարեկանում նրա ճերմակած մազերը հակադրվում էին տասնամյակների փորձի կուտակած ամուր կեցվածքին։ Այնտեղ ոչ ոք չգիտեր, որ այդ պարզ մարդը, կոշտացած ձեռքերով բարի ժպիտով, գաղտնիքներ էր պահում, որոնք կարող էին սասանել ապակուց պողպատից կառուցված այդ աշտարակի ողջ կառուցվածքը։ Արդեն 6 ամիս էր, ինչ Էդուարդը սկսել էր աշխատել սպասարկման բաժնում։ 6 ամիս դիտում էր, լսում, սովորում այն իրականության մասին, որը թաքնված էր տպավորիչ թվերի հետում, որոնք հասնում էին իր, որպես հիմնական բաժնետիրոջ սեղանին։ Որովհետև Էդուարդ Սարգսյանը միայն սպասարկման աշխատակից չէր։ Նա Սարգսյան գործընկերներ ընկերության հիմնադիրն ու սեփականատերն էր, այն ընկերության, որը նա ստեղծել էր 0-ից 25 տարի առաջ, Երանի կենտրոնում գտնվող փոքրիկ գրասենյակում։ Բայց դա մի գաղտնիք էր, որը միայն նա գիտեր։ Այդ հինգշաբթի առավոտյան Էդուարդին կանչել էին վերանորոգելու գլխավոր խորհրդակցությունների սենյակի օթորակիչը։ Վալերիա Մարտիրոսյանը, ընկերության արտրային տնօրենը, շնորհանդես էր վարում գլխավոր գործադիրների համար։ 38 տարեկանում Վալերիան հայտնի էր իր սառը հաշվարկով տպավորիչ արդյունքներով, որոնք նա ապահովում էր եռամսյակ առ եռամսյակ։ Նիհար, միշտ անթերի հագնված դիզայներական կոստյումներով, նա ուներ սուր հայացք, որը կարծես կտրում էր յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր կասկածի տակ դնել իր որոշումները։ Մինչ Էդուարդը լուռ աշխատում էր սենյակի անկյունում, փնտրելով հովացման համակարգի անսարքությունը, նա չէր կարող չլսել փայլեցված կարմրափայտի սեղանի շուրջ ծավալվող խոսակցությունը։ Վալերիան խոսում էր վերջին եռամսյակի թվերի մասին, ռազմական ճշգրտությամբ ժեստեր անելով, մինչ մատնացույց էր անում պատին պրոյեկտված գրաֆիկները։ Պարոն Այկ, մեզ հաջողվել է գերազանցել մեր աճի նպատակը 18%-ով, հայտարարեց նա մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Մեր կորպորատիվ վաճառքի բաժինը գերազանցել է ընկերության բոլոր պատմական ռեկորդները։ Ռոբերտ Կարապետյանը, ֆինանսական տնօրենը, ճաղատ ոսկեգույն ակնոցներով մի մարդ, զգուշորեն ծափահարեց։ Շնորհավորում եմ, Վալերիա։ Ինչպես միշտ, բացառիկ արդյունքներ։ Շնորհակալ եմ, Ռոբերտ։ Բայց ես կցանկանայի ընդգծել, որ այս թվերը հնարավոր դարձան միայն այն պատճառով, որ մեր թիմը հասկանում է, որ այստեղ միջակության համար տեղ չկա, շարունակեց Վալերիան, նրա ձայնը մի երանգ ստացավ, որը ներկաներին ստիպեց անհարմար շարժվել կաշվե աթոռներին։ Էդուարդը պտուտակն ավելի ուժեղ սեղմեց, քան անհր։ Աժեշտ էր։ Վերջին ամիսներին նա մոտիկից ականատես էր եղել այն ամենին, ինչը Վալերիան անվանում էր միջակություն չընդունել։ Նա տեսել էր Կարինե Սիմոնյանին, մի երիտասարդ վերլուծաբանի, լաց լինելի զուգարանում այն բանից հետո, երբ նրան հրապարակավ նվաստացրել էին ռազմավարությունը կասկածի տակ դնելու համար։ Նա մխիթարել էր Մարկոս Օհանյանին, վաճառքի համակարգողին, ով խուճապային խանգարում էր ձեռք բերել ամիսներ տաց չարաշահող պահանջներից հետո։ Նա ներկա էր եղել ժողովների, որտեղ աշխատակիցներին վերաբերվում էին որպես թվերի, առանց հաշվի առնելու կրծքանշանի հետում գտնվող մարդուն։ Ի դեպ, միջակության մասին խոսելիս, ասաց Վալերիան, ձայնը բարձրացնելով, թվում է, թե մեր սպասարկման թիմը դժվարանում է վերանորոգել մի պարզ օթորակիչ։ Էդուարդը զգաց, թե ինչպես սենյակի բոլոր աչքերն ուղղվեցին դեպի իրեն։ Նա խորը շունչ քաշեց շարունակեց իր աշխատանքը, ծածնելով, թե չի լսել մեկնաբանությունը։ Բայց Վալերիան մտադիր չէր անտեսել դա։ Հեյ, դու, ասաց նա, ծափ տալով, կարծես շուն կանչեր։ Էլ որքան ժամանակ ես ձգձգելու։ Այս հանդ։ Իպումը կարոր է, մենք չենք կարող ժամանակ կորցնել անպատասխանատվության պատճառով։ Էդուարդը դանդաղ բարձրացավ, ձեռքերը մաքրելով գրպանում կրած կտորով։
Նրա հայացքը հանդիպեց Վալերիայի հայացքին մի հանգստությամբ, որը մի պահ շփոթեցրեց նրան։ Ներողություն եմ խնդրում ուշացման համար, տիկին։ Խնդիրն ավելի բարդ է, քան սկզբում թվում էր։ Ինձ մի քանի րոպե է պետք, պատասխանեց նա իր հանգիստ ձայնը հակադրելով միջավայրում սկսվող լարվածությանը։ Վալերիան չոր ծիծաղով բաց թողեց։ Ավելի բարդ։ Դա օդորակիչ է, ոչ թե միջուկային ռեակտոր։ Նա շուրջը նայեց սեղանի շուրջ, փնտրելով համակրանք ներկա գործադիրների ծիծաղի մեջ։ Պարոնայք, տեսեք։ Նույնիսկ մի պարզ սարքը վերանորոգելու համար մեզ ՆԱՍԱ-ի մասնագետ է պետք։ Մի քանի անհարմար ծիծաղներ հնչեցին սենյակում։ Էդուարդը զգաց ծանոթ նվաստացումը, որին ականատես էր եղել վերջին ամիսներին, բայց այժմ այն ուղղված էր իրեն։ Կարլեն Մելիքյանը, մարդկային ռեսուրսների տնօրենը, անհարմար շարժվեց իր աթոռին, բայց ոչինչ չասաց։ Նարինե Կոստանյանը, մարքեթինգի մենեջերը, ներք նայեց խուսափը։ Լով առճակատումից։ Գիտեք ինչ, շարունակեց Վալերիան, բարձրանալով աթոռից քայլելով դեպի Էդուարդը, քանի որ դուք կարծես թե այդքան տեխնիկական գիտելիքներ ունեք, ինչպես կլինի, որ ձեր հմտությունները ցուցադրեք իսկապես դժվար մի բանում։ Էդուարդը անշարժ մնաց, նրա աչքերը հառած էին նրա վրա։ Ինչ նկատի ունեք, տիկին։ Մեր ընկերությունը գործադիր ուղղաթիռ ունի շենքի ուղղաթիռային հարթակում։ Bell 407 վերջին մոդելի հագեցած ամենաժամանակակից նավիգացիոն տեխնոլոգիայով, ասաց Վալերիան, նրա ձայնը թատերական երանգ ստացավ։ Եթե կարողանաք այն վարել, ապացուցեք, որ պտուտակներ սեղմելուց բացի այլ կարողություն ունեք, ես այսօր կամուսնանամ ձեզ հետ։ Հաջորդած լռությունն այնքան խիտ էր, որ կարծես հնարավոր էր այն դանակով կտրել։ Սեղանի շուրջ նստած գործադիրները իրար նայեցին, չիմանալով ծիծաղեն, թե անհարմար զգան։ Ռոբերտ Կարապետյանը նյարդայնացած կոկորդը մաքրեց։ Նարինե Կոստանյանը աչքերը լայն բացեց։ Էդուարդը երկար վայրկյաններ դիտում էր Վալերիային։ Նա ակնհայտորեն զվարճանում էր իր իսկ սադրանքից, սպասելով, որ նա նահանջի, կակազի որե արդարացում կամ պարզապես նվաստացած դուրս գա սենյակից։ Դա հենց այն վարքագիծն էր, որին նա ականատես էր եղել տասնյակ անգամներ վերջին ամիսներին, իշխանության օգտագործումը նվաստացնելու, ստորացնելու, մարդկային էակներին զվարճանքի առարկաներ դարձնելու համար։ Իսկ եթե չկարողանամ, հարցրեց Էդուարդը, ձայնը պահպանելով նույն հանգիստ տոնը։ Վալերիան ժպտաց ինչպես գիշատիչ, որը հենց նոր շրջապատել էր իր զոհին։ Ահ, լավ է, որ հարցրեցիք։ Եթե ձախողվեք, դուք հենց հիմա, մեր բոլորի առջ, հրաժարականի դիմում եք գրում։ Եվ դեռ պետք է 500,000 դրամի տուգանք վճարեք, ընկերության ժամանակը վատնելու համար։ Առաջարկն անհեթեթ էր, դաժան, լիովին անհամաչափ։ Էդուարդը կարող էր տեսնել աճող անհարմարությունը սեղանի շուրջ նստածների դեմքերին։ Կարլեն Մելիքյանը վերջապես խոսեց։ Վալերիա, սա մի փոքր չափազանցված չէ, կարծում եմ։ Մարդը պարզապես իր աշխատանքն է անում։ Կարլեն, ընդհատեց նա սառը հայացքով, երբվանից եք դուք անհանգստանում սպասարկման աշխատակիցների համար։ Կարծում էի, ձեր գործառույթը հոգ տանելն է այն մարդկային ռեսուրսների մասին, որոնք իսկապես կարող են ընկերության համար։ Կարլենը նահանջեց, կուլ տալով այն խոսքերը, որոնք կցանկանար ասել։ Էդուարդը տեսարանը դիտում էր տխրության վճռականության խառնուրդով։ Ահա կենդանի ապացույցը, թե ինչպես էր ընկերության մշակույթը այլասերվել։ Վախը տիրում էր նույնիսկ նրանց, ովքեր պետք է պաշտպանեին աշխատակիցներին։ Ընդունում եմ մարտահրավերը, ասաց Էդուարդը, նրա ձայնը սուրի պես կտրեց լռությունը։ Սենյակում բոլորը նրան նայեցին այնպես, կարծես նա հայտարարել էր, որ պատրաստվում է թռչել լուսին։ Վալերիան մի քանի անգամ թարթեց, ակնհայտորեն չսպասելով այս պատասխանին։ Դուք ընդունում եք, կակազեց նա առաջին անգամ, երբվանից Էդուարդը նրան ճանաչում էր։ Այո։ Ես ընդունում եմ ուղղաթիռը վարելու առաջարկը։ Եվ ընդունում եմ բոլոր պայմանները, որոնք տիկինը սահմանել է, պատասխանեց նա իր գործիքները ճշգրիտ հանգիստ շարժումներով դնելով սայլակի մեջ։ Վալերիան արագ վերականգնեց իր ինքնատիրապետումը, բայց Էդուարդը կարողացավ նկատել անորոշության մի փայլ նրա աչքերում։ Հիանալի է։ Այդ դեպքում եկեք հենց հիմա գնանք ուղղաթիռային հարթակ։ Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն սա։ Րոպեների ընթացքում լուրը տարածվեց ընկերության հարկերով, ինչպես կրակը չոր խոտի վրա։
Օգնականներ, վերլուծաբաններ, համակարգողներ, մենեջերներ, բոլորը թողեցին իրենց սեղանները, շարժվեցին դեպի պատուհանները, որոնք նայում էին ուղղաթիռային հարթակին։ Որոշ ավելի համարձակ աշխատակիցներ բարձրացան տանիք, մոտիկից դիտելու այն, ինչը խոստանում էր լինել աննախադեպ տեսարան։ Էդուարդը քայլում էր միջանցքով դեպի վերելակը, որը տանում էր դեպի ուղղաթիռային հարթակ, նրան հետում էին Վալերյան գործադիրները։ Նա զգում էր աշխատակիցների հետա քրքրասեր անհանգիստ հայացքները։ Նրանցից շատերը նրան ճանաչում էին ամիսների շփումից, սպասարկման բաժնի բարի մարդը, որը միշտ բարի խոսք ուներ, որը լսում էր նրանց խնդիրները առանց դատելու, որը բոլորին վերաբերվում էր հավասար հարգանքով, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից։ Պարոն Էդուարդ, շշնջաց Մարինա Սահակյանը, մի երիտասարդ փորձնակ, որը կանգնած էր վերելակի մոտ, դուք համոզ եք։ Տիկին Վալերյան սովորաբար չի ներում նրանց, ովքեր իրեն մարտահրավեր են նետում։ Էդուարդը ժպտաց աղջկան, նրա աչքերը մի հանգստություն էին հաղորդում, որը զարմացրեց նրան։ Մի անհանգստացեք, Մարինա։ Երբեմն մարդկանց պետք է հիշեցնել, որ բոլորն արժանի են հարգանքի։ Երբ վերելակի դռները փակվեցին, Վալերյան չկարողացավ զսպել մի թունոտ մեկնաբանություն։ Հուսով ենք, որ դուք ձեր անձնական գործերը կարգի եք բերել։ Որովհետև այս առավոտից հետո դուք կլինեք գործազուրկ պարտքերով։ Էդուարդը չպատասխանեց։ Նա պարզապես դիտում էր վերելակի էկրանին բարձրացող թվերը՝ 20, 21, 22, 23, 24, 25։ Ամեն հարկի հետ նա մոտենում էր այն պահին, որը ընդմիշտ կփոխեր իր բոլոր մարդկանց կյանքը, ներառյալ իրենը։ Ոչ թե որպես Էդուարդ Սարգսյան, սպասարկման աշխատակից, այլ որպես Էդուարդ Սարգսյան, այն մարդը, որը հիմնել էր այդ ընկերությունը, երազելով ստեղծել մի միջավայր, որտեղ արժանապատվությունն ու հարգանքը կլինեին ցանկացած հաջողության հիմնասյուները։ Դռները բացվեցին մեղմ էլեկտրոնային ձայնով, բացահայտելով մարտյան արի լույսով ողողված ուղղաթիռային հարթակը։ Bell 407 ուղղաթիռը սպասում էր հարթակի կենտրոնում, նրա մետաղական մակերեսները փայլում էին ինչպես թանկարժեք քար։ Մի քանի ակնթարթում տասնյակ աշխատակիցներ հավաքվեցին անվտանգության գոտու շուրջ, բջջային հեռախոսները ձեռքներին, նյարդային շշուկները տարածվում էին օդում։ Էդուարդը խորը շունչ քաշեց։ Ճշմարտության պահը հասել էր։ Սարգսյան գործընկերներ շենքի ուղղաթիռային հարթակը երբեք այնքան ուշադրություն չէր գրավել, որքան այդ մարտյան առավոտյան։ Բոլոր բաժինների աշխատակիցները հավաքվել էին թույլատրելի տարածքներում, ոմանք դեռ անհավատալի հայացքով էին նայում այն ամենին, ինչին պատրաստվում էին ականատես լինել։ Նյարդային խոսակցու թյունների խշշոցը խառնվում էր 25 հարկ ներքի երթեկության աղմուկին, ստեղծելով սպասման լարվածության քաղաքային սիմֆոնիա։ Էդուարդը քայլում էր դեպի Bell 407-ը ամուր չափված քայլերով։ Նրա աչքերը սահեցին օդանավի վրայով այն մտերմությամբ, որը բնորոշ է նրան, ով ճանաչում է այդ մեքենայի յուրաքանչյուր պտուտակ, յուրաքանչյուր համակարգ, յուրաքանչյուր տեխնիկական մանրուք։ Ի վերջո, հենց ինքն էր 3 տարի առաջ հաստատել ուղղաթիռի գնումը, երբ ընկերության գործերը սկսեցին ընդլայնվել դեպի երկրի այլ շրջաններ։ Վալերիա Մարտիրոսյանը հետում էր Էդուարդին մի քանի մետր հեռավորությունից, նրա դեմքին արտահայտված էր զվարճանքի զայրույթի խառնուրդ։ Նա չէր սպասում, որ սպասարկման բաժնի մի հասարակ աշխատակից կհամարձակվեր ընդունել իր մարտահրավերը, այժմ ստիպված էր շարունակել մի իրավիճակ, որը ստեղծել էր միայն նրա համար, ում համարում էր իրենից ցածր։ Նախքան բոլորի արժ ծիծաղելի վիճակում հայտնվել, ասաց Վալերիան, հասնելով Էդուարդին օդանավի մոտ, դեռ ժամանակ կա հրաժարվելու։ Ես կարող եմ առատաձեռն լինել մոռանալ այս դեպքը, պայմանով, որ դուք հրապարակավ ընդունեք, որ անպատշաճ եք վարվել։ Էդուարդը կանգ առավ, շրջվեց դեպի նա։ Նրանց շուրջ տասնյակ աշխատակիցներ հարգալից լռությամբ դիտում էին տեսարանը, ինչպես դրամայի հանդիսատեսներ, որը պատրաստվում էր ծավալվել իրենց աչքերի առաջ։ Նա կարող էր տեսնել ծանոթ դեմքերին անկեղծ անհանգստությունը։ Մարինա Սահակյանը, երիտասարդ փորձնակը, նյարդայնացած գծում էր շուրթը։ Կարլեն Մելիքյանը, մարդկային ռեսուրսների տնօրենը, կարծես ուզում էր միջամտել, բայց կաթվածահար էր եղել սեփական ինստիտուցիոնալ վախկոտությունից։ Տիկին Վալերիա, պատասխանեց Էդուարդը, նրա հանգիստ ձայնը արձագանքեց հարթակում, դուք առաջարկ արեցիք, ես այն ընդունեցի։ Ես սովորություն չունեմ խոսքիցս հետ կանգնելու։ Ձեր խոսքը, նա չոր ծիծաղով բաց թողեց։ Դուք սպասարկման աշխատակից եք։ Ինչ արժեք կարող է ունենալ նրա խոսքը, ով օրն անցկացնում է ծորակներ օթորակիչներ վերանորոգելով։ Հաջորդած լռությունը անհանգստացնող էր։
Էդուարդը զգաց այդ խոսքերի ցավը ոչ թե իր, այլ բոլոր այն աշխատակիցների համար, որոնց վերջին 6 ամիսներին տեսել էր նույն կերպ վերաբերվելիս։ Աշխատասեր, նվիրված մարդիկ, որոնք ընտանիքներ ունեին պահելու երազանքներ իրականացնելու, վերածվել էին անպետք իրերի, երբ ավելի մեծ իշխանություն ունեցող մեկը կարիք էր զգում փքել սեփական էգոն։ Ցանկացած մարդու խոսքն արժեք ունի, տիկին։ Անկախ նրանից, թե ինչ համազգեստ է կրում կամ ինչ պաշտոն է զբաղեցնում, ասաց Էդուարդը, սկսելով շրջանցել ուղղաթիռը ստուգելու արտաքին համակարգերը։ Ռոբերտ Կարապետյանը, ֆինանսական տնօրենը, մոտեցավ Վալերիային ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։ Նա անհամբեր գլխով արեց բարձրացրեց ձայնի տոնը։ Շատ լավ, քանի որ դուք պնդում եք խայտառակվել, եկեք հստակ սահմանենք կանոնները։ Դուք պետք է միացնեք ուղղաթիռը, այն գետնից բարձրացնեք, մի պտույտ կատարեք շենքի շուրջ վայրէջք կատարեք այստեղ։ Եթե կարողանաք, բացի խորհրդանշական ամուսնությունից, որը խոստացել եմ, դուք կստանաք նա 5 միլիոն դրամի բոնուս։ Զարմանքի շշուկ անցավ ամբոխի միջով։ 5 միլիոն դրամը զգալի գումար էր, գրեթե 3 անգամ ավելի, քան սպասարկման աշխատողի տարեկան աշխատավարձը։ Վալերիան կտրուկ բարձրացրել էր խաղադրույքը, գուցե փորձելով էլ ավելի դրամատիկ դարձնել այն անկումը, որին սպասում էր ականատես լինել։ Իսկ եթե չկարողանամ, հարցրեց Էդուարդը, թե արդեն գիտեր պատասխանը։ Անհապաղ ազատում աշխատանքից 500,000 դրամի տուգանք, դուք այլս երբեք չեք աշխատի մեր խմբի որևէ ընկերությունում, պատասխանեց նա բավարարվածությամբ ձեռքերը խաչելով։ Բացի այդ, դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեք ներկա բոլոր աշխատակիցներից ընկերության ժամանակը վատնելու համար։ Էդուարդը հանգիստ գլխով արեց։ Ընդունում եմ բոլոր պայմանները։ Նա բացեց ուղղաթիռի դուռը խցիկ բարձրացավ մի ճարպկությամբ, որը զարմացրեց նույնիսկ Վալերիային։ Օդանավի ներսում Էդուարդը հանգստացնող մտերմություն զգաց։ Նա սովորել էր ուղղաթիռ վարել դեռ երիտասարդ տարիքում, երբ աշխատում էր Լոռու մարզի էկոլոգիական զբոսաշրջության ընկերությունում, շատ ավելի վաղ, քան հիմնադրել էր իր սեփական ընկերությունը։ Տարիների ընթացքում նա թարմացրել էր իր օդաչուի լիցենզիան, պարբերաբար թռչելով հանգստյան օրերին տոներին։ Նրա մատները ավտոմատ ճշգրտությամբ սահեցին կառավարման վահանակի վրայով։ Նա ստուգեց նավիգացիոն սարքերը, փորձարկեց ոտնակները, կարգավորեց հետի տեսադաշտի հայելիները։ Յուրաքանչյուր շարժում կատարվում էր ավելի քան 15 տարվա ավիացիոն փորձ ունեցողի վստահությամբ։ Ներքում ամբոխը լուռ դիտում էր։ Որոշ ավելի երիտասարդ աշխատակիցներ զգուշորեն նկարահանում էին իրենց բջջայիններով, մյուսները պարզապես ականատես էին լինում այն բանին, ինչը խոստանում էր լինել պատմական պահ ընկերությունում։ Նարինե Կոստանյանը, մարքեթինգի մենեջերը, նյարդայնացած խոսում էր երկու օգնականների հետ։ Կարլեն Մելիքյանը անընդհատ ստուգում էր իր ժամացույցը, կարծես սպասում էր, որ բարձրագույն ղեկավարությունից մեկը կհայտնվի կընդհատի այս տարօրինակ իրավիճակը։ Էդուարդը միացրեց բռնկման համակարգը։ Bell 407-ի շարժիչը կյանքի կոչվեց մեղմ ծանոթ գվվոցով։ Պտուտակները սկսեցին դանդաղ պտտվել, աստիճանաբար արագություն հավաքելով։ Ուղղաթիռի բնորոշ ձայնը լցրեց ուղղաթիռային հարթակը, որոշ աշխատակիցներ բնազդաբար մի քայլ հետ գնացին։ Վալերիա Մարտիրոսյանը զգ. Ած կասկածի առաջին փայլը։ Նա սպասում էր, որ Էդուարդը կակազելով որե արդարացում կբերի, առողջական խնդիրներ կբերի որպես պատճառ կամ պարզապես կխոստովանի իր անկարողությունը։ Բայց ահա նա, կառավարում էր այդ բարդ մեքենան, կարծես պրոֆեսիոնալ օդաչու լիներ։ Էդուարդը վերջին անգամ ստուգեց բոլոր համակարգերը։ Յուղի ջնշում, շարժիչի ջերմաստիճան, նավիգացիոն սարքեր, վառելիք։ Ամեն ինչ կարգին էր։ Նա նայեց խցիկի պատուհանից զգուշորեն ձեռքով արեց ամբոխին, մի պարզ ժեստ, որը յուրաքանչյուր դիտորդի կողմից տարբեր կերպ ընկալվեց։ Ոմանց համար դա հրաժեշտ էր թվում։ Մյուսների համար վստահ ողջույն։ Դանդաղ, ուղղաթիռը սկսեց բարձրանալ։ Վայրեջքի շասիները սահուն կերպով պոկվեցին հարթակից, օդանավը վերահսկվող ճշգրիտ կերպով բարձրություն հավաքեց։ Էդուարդը Bell 407-ը կայուն էր պահում օդում, ցուցադրելով տեխնիկական վարպետություն, որը դիտորդներին ստիպում էր շունչները պահել։ Վալերիա Մարտիրոսյանը գունատվել էր։ Նրա աչքերը հետում էին օդանավի յուրաքանչյուր շարժմանը, մինչդեռ նրա ուղեղը փորձում էր մշակել այն, ինչին ականատես էր լինում։ Այն մարդը, որին նա վերաբերվել էր որպես ցածր էակի, որին հրապարակավ նվաստացրել էր րոպեներ առաջ, պրոֆեսիոնալ հմտությամբ ուղղաթիռ էր վարում։
Էդուարդը օդանավը սահուն թռիչքով տարավ շենքի շուրջ։ Նա թռավ հյուսիսային պողոտայի վրայով, մյուս շենքերի ուղորներին առաջարկելով կորպորատիվ ուղղաթիռի անսովոր տեսարան, որը վարվում էր վիրաբուժական ճշգրտությամբ։ Նա կատարեց լայն վերահսկվող շրջադարձ, ցուցադրելով քաղաքային օդային նավիգացիայի առաջադեմ գիտելիքներ։ Թռիչքի 8 րոպեների ընթացքում ուղղաթիռային հարթակում բացարձակ լռություն էր տիրում։ Աշխատակիցները, որոնք հավաքվել էին նվաստացման ականատես լինելու, տեսնում էին բոլորովին այլ բան։ Դա նման էր դանդաղեցված կադրերով հայտնության, յուրաքանչյուր վայրկյանը քանդում էր նախապաշարմունքներն ու համոզմունքները, որոնք րոպեներ առաջ անսասան էին թվում։ Էդուարդը վերադարձավ շենք, կատարելով կատարյալ մոտեցում։ Նա աստիճանաբար նվազեցրեց արագությունը, միլիմետրային ճշգրտությամբ կարգավորեց բարձրությունը Bell 407 վայրէջք կատարեց հենց այն տեղում, որտեղից թռիչք էր կատարել։ Վայրէջքի շասիները հարթակին դիպան մի սահունությամբ, որը ցույց էր տալիս տարիների փորձ բացարձակ տեխնիկական վարպետություն։ Մինչ անջատում էր օդանավի համակարգերը, Էդուարդը խորը շունչ քաշեց։ Ամենահեշտ մասն ավարտվել էր։ Այժմ գալիս էր իսկական մարտահրավերը՝ բացահայտել իր ինքնությունը, դիմակայել 6 ամիս տաց լուռ դիտարկման հետանքներին։ Նա իջավ ուղղաթիռից տասնյակ մարդկանց ապշած հայացքների ներքո։ Լռությունն այնքան ամբողջական էր, որ հնարավոր էր լսել պտուտակների աստիճանաբար դանդաղող ձայնը, մինչ դրանք կանգ առան։ Էդուարդը քայլեց դեպի Վալերիա Մարտիրոսյանը, որը անշարժ կանգնած էր արձանի պես, նրա դեմքը ցույց էր տալիս մի գունատություն, որը կտրուկ հակադրվում էր նրա սովորական ամբարտավան վստահությանը։ Թռիչքն ավարտված է, տիկին, ասաց Էդուարդը, նրա ձայնը սուրի պես կտրեց լռությունը։ Կարծում եմ, որ կատարեցի բոլոր սահմանված պայմանները։ Վալերիան նրան նայում էր, կարծես ուրվական տեսներ։ Նրա միտքը հուսահատ փորձում էր գտնել տրամաբանական բացատրություն այն ամենի համար, ինչին հենց նոր ականատես էր եղել։ Գուլց. Էդուարդը ռազմական փորձ ուներ։ Գուցե դա թանկարժեք հոբբի էր, որը նա գաղտնի էր պահում։ Գուցե նա նախկինում աշխատել էր ավիացիայում։ Ինչպե՞ս։ Ինչպես եք սովորել վարել, վերջապես կարողացավ կակազել նա։ Էդուարդը ժպտաց, բայց դա հաղթանակի կամ վրեժի ժպիտ չէր։ Դա տխուր ժպիտ էր մեկի, ով ցավալի ճշմարտություններ էր բացահայտել մի բանի մասին, որը խորապես սիրում էր։ Դա երկար պատմություն է, տիկին Վալերիա։ Մի պատմություն, որը սկսվել է 25 տարի առաջ, երբ մի երիտասարդ գործարար երազում էր ստեղծել մի ընկերություն, հիմնված հարգանքի, արժանապատվության մարդկային արժորման վրա։ Նա դադար տվեց, դիտելով շուրջը գտնվող դեմքերը։ Աշխատակիցներ, որոնց ճանաչել էր վերջին 6 ամիսներին, մարդիկ, որոնց անձնական պատմությունները գիտեր, որոնց դժվարություններին ականատես էր եղել, որոնց երազանքներն ու վախերը լսել էր միջանցքներում, վերելակներում, ոչ պաշտոնական զրույցների ընթացքում։ Իմ անունը Էդուարդ Սարգսյան է, ես Սարգսյան գործընկերներ ընկերության հիմնադիրն ու հիմնական սեփականատերն եմ։ Խոսքերի ազդեցությունը ֆիզիկական էր։ Որոշ աշխատակիցներ հետ քայլեցին, մյուսները զարմանքից ձեռքերով փակեցին բերանները։ Մարինա Սահակյանը աչքերը լայն բացեց անլսելի։ Ինչ-որ բան շշնջաց։ Կարլեն Մելիքյանը գունատվեց, անմիջապես հասկանալով, թե ինչ հետանքներ կարող է ունենալ այն, ինչ հենց նոր լսեց։ Վալերիա Մարտիրոսյանը երկար վայրկյաններ լուռ մնաց, կարծես նրա ուղեղը հրաժարվում էր մշակել տեղեկատվությունը։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը դուրս եկավ խռպոտ շշուկի պես։ Դա անհնար է։ Էդուարդ Սարգսյանը ապրում է Եվրոպայում։ Նա հեռացել է ընկերությունից 5 տարի առաջ։ Ես նրան անձամբ երբեք չեմ տեսել, բայց գիտեմ, որ նա ապրում է Եվրոպայում։ Այո, ես տուն ունեմ Ֆրանսիայում, որտեղ տարվա մի քանի ամիսն անցկացնում եմ, զբաղվելով այլ գործերով, ընդհատեց Էդուարդը։ Բայց վերջին 6 ամիսներին ես հենց այստեղ եմ եղել, այս ընկերության 23-րդ հարկում, որը ես կառուցել եմ զրոյից։ Նա սկսեց դանդաղ քայլել հարթակով, անցնելով աշխատակիցների խմբերի մոտով, որոնք նրան նայում էին բացարձակ ցնցման մեջ։ Ոմանք փորձում էին համադրել սպասարկման բաժնի բարի աշխատողի կերպարը ընկերության լեգենդար հիմնադրի կերպարի հետ։ Այս 6 ամիսների ընթացքում ես աշխատել եմ որպես Էդուարդ սպասարկման բաժնից։ Ես վերանորոգել եմ օդորակիչներ, փոխել լամպեր, բացել փակված դռներ, լսել պատմություններ, ծանոթացել մարդկանց հետ։ Եվ բացահայտել, որ այն ընկերությունը, որը ես հիմնել եմ այդքան սիրով, վերածվել է անճանաչելի մի բանի։ Էդուարդը կանգ առավ Կարլեն Մելիքյանի առջ, որը խուսափում էր նրա հայացքից։
Կարլեն, քանի՞ բողոք է հասել ձեր բաժին բարոյական ոտնձգությունների վերաբերյալ վերջին 1 տարում։ Կարլենը կոկորդը մաքրեց։ Պարոն Սարգսյան, ես։ Դրանք առանձին դեպքեր են, հարմարվողականության խնդիրները։ 47 ընդհատեց Էդուարդը։ 47 պաշտոնական բողոք բարոյական ոտնձգությունների վերաբերյալ։ Ես գիտեմ, որովհետև ես մուտք ունեմ մր բաժնի բոլոր գաղտնի զեկույցներին։ Եվ գիտեք, թե դրանցից քանիսն են հանգեցրել արդյունավետ միջոցառումների։ 0 վրդովմունքի շշուկ տարածվեց ներկա աշխատակիցների շրջանում։ Էդուարդը շարունակեց իր քայլքը, այժմ ուղղվելով դեպի Ռոբերտ Կարապետյանը։ Ռոբերտ, որքան է եղել մեր կադրերի հոսունության մակարդակը վերջին տարում։ Պարոն Սարգսյան, դրանք գաղտնի տեղեկություններ են։ 38%։ Ընկերության պատմության մեջ ամենաբարձրը։ Տաղանդավոր նվիրված մարդիկ հեռանում են ընկերությունից ոչ թե ավելի լավ հնարավորությունների համար, այլ որովհետև այլս չեն կարողանում դիմանալ թունավոր աշխատանքային միջավայրին։ Էդուարդը վերջապես կանգ առավ Վալերիա Մարտիրոսյանի առջ, որը անշարժ մնացել էր, նրա դեմքը դիակի պես գունատ էր։ Նա երկար վայրկյաններ դիտեց նրան, նախքան խոսելը, նրա ձայնը լի էր խորը տխրությամբ։ Իսկ դուք, Վալերիա, դուք, որ 5 րոպե առաջ պատրաստ էիք ամուսնանալ ինձ հետ, եթե ես կարողանայի վարել ուղղաթիռը, ասաց նա, հեգնական երանգ հաղորդելով իր խոսքերին։ Գիտեք, թե քանի աշխատակից է խնդրել տեղափոխվել այլ բաժին, հատուկ ձեր ղեկավարության տակ չաշխատելու համար։ 16 6 ամսում։ Վալերիան փորձեց խոսել, բայց բառերը հրաժարվում էին դուրս գալ։ Էդուարդը շարունակեց, նրա տոնն ավելի ամուր դարձավ։ Գիտեք, թե քանի բժշկական տեղեկանք է ներկայացվել ձեր բաժնի աշխատակիցների կողմից բերնաուտ սինդրոմի, անհանգստության դեպրեսիայի պատճառով։ 9 մարդ, որոնք հասել են հո. Ուզական հյուծման սահմանագծին, ձեր ստեղծած տերորի միջավայրի պատճառով։ Ուղղաթիռային հարթակի լռությունը խլացուցիչ էր։ Աշխատակիցները, որոնք ականատես կամ վերապրող էին եղել նմանատիպ իրավիճակների, զգում էին թեթացման արդարության խառնուրդ։ Վերջապես, ինչ-որ մեկը անուն թվեր էր տալիս այն տառապանքին, որը նրանք լուռ կրել էին։ Էդուարդը շրջվեց դեպի բոլոր ներկաները։ Նրա կեցվածքը լիովին փոխվել էր։ Նա այլս սպասարկման բաժնի համեստ աշխատակիցը չէր, այլ այն առաջնորդը, որը սեփական ձեռքերով կառուցել էր այդ ընկերությունը։ 6 ամիս շարունակ ես օգտագործել եմ այս քողարկումը, որովհետև ուզում էի հասկանալ, թե որտեղ եմ ձախողվել որպես հիմնադիր։ Ուզում էի իմանալ, թե ինչպես է մի ընկերություն, որը ես ստեղծել եմ մարդկային արժեքների հիման վրա, դարձել մի վայր, որտեղ մարդիկ վախենում են գնալ աշխատանքի։ Նա դադար տվեց, դիտելով ամբոխի յուրաքանչյուր դեմքը։ Եվ հիմա ես գիտեմ։ Վաղվանից սկսած, շատ բաներ կփոխվեն այս ընկերությունում։ Սկսած բոլոր բաժինների ամբողջական աուդիտից մեր կազմակերպչական մշակույթի լիակատար վերանայու։ Միից։ Էդուարդս մեկ անգամ նայեց Վալերիային, որը շոկի մեջ էր։ Ինչ վերաբերում է մեր խորհրդանշական ամուսնությանը, տիկին Վալերիա, կարծում եմ, որ որոշ կարևոր խոսակցություններ պետք է տեղի ունենան ցանկացած տոնակատարությունից առաջ։ Այս խոսքերով Էդուարդը ուղղվեց դեպի վերելակը, թողնելով իր հետում ուղղաթիռային հարթակը, լի մարդկանցով, որոնք մշակում էին այդ ընկերության պատմության ամենաազդեցիկ բացահայտումը։ 25-րդ հարկի խորհրդակցությունների սենյակը երբեք այնքան լարված մթնոլորտ չէր տեսել, որքան այդ մարտյան կեսօրին։ Էդուարդ Սարգսյանը, որն այժմ բոլորի կողմից ճանաչված էր որպես Սարգսյան գործընկերներ իրական սեփականատեր, արտակարգ ժողով էր հրավիրել ընկերության բոլոր տնօրենների, մենեջերների բաժնի ղեկավարների հետ։ Ժամը 3:30 էր, երբ վերջին մարդիկ մտան համայնապատկերային սենյակ։ Վալերիա Մարտիրոսյանը նստած էր հետի շարքի աթոռներից մեկին, նրա դեմքը դեռ գունատ էր, ինչպես մեկի, ով իր մասնագիտական կյանքի ամենամեծ ցնցումն էր ապրել։ Ռոբերտ Կարապետյանը նյարդայնացած թերթում էր ինչ-որ թղթ։ Մինչդեռ Կարլեն Մելիքյանը անընդհատ ստուգում էր իր բջջայինը, կարծես փրկարար հաղորդագրության էր սպասում։ Էդուարդը մտավ սենյակ, գրելով սպասարկման բաժնի նույն մուգ կապույտ համազգեստը։ Աշխատանքային հագուստը պահպանելու որոշումը պատահական չէր։ Դա հզոր տեսողական հիշեցում էր, որ 6 ամիս շարունակ նա քայլել էր նույն միջանցքներով, ինչ իր աշխատակիցները, ապրել նույն իրականությունը, ականատես եղել նույն չարաշահումներին։ Բարձ ես բոլորիդ, ասաց Էդուարդը, նրա ձայնը արձագանքեց լուր սենյակում։
Ենթադրում եմ, որ ձեզանից ոմանք դեռ մարսում են այս առավոտյան բացահայտումները։ Ես կարող եմ հասկանալ ցնցումը, բայց չեմ կարող ընդունել, որ այն օգտագործվի որպես արդարացում այն ամենի համար, ինչ հիմա կներկայացնեմ։ Նա միացրեց պրոյեկտորը, առաջին պատկերը հայտնվեց պատին, մանրամասն գրաֆիկ, որը ցույց էր տալիս ընկերությունում բարոյական ոտնձգությունների բողոքների աճը վերջին 3 տարիների ընթացքում։ Աճող կորը տագնապալի էր, տարեկան 5 դեպքից հասնելով 47-ի վերջին ժամանակահատվածում։ Սրանք պարզապես վիճակագրական տվյալներ չեն, շարունակեց Էդուարդը, մատնացույց անելով գրաֆիկը։ Յուրաքանչյուր թիվ ներկայացնում է իրական մարդու, ընտանիքով, երազանքներով, վախերով, կարիքներով։ Օրինակ, Կարինե Սիմոնյանը, 26 տարեկան ֆինանսական վերլուծաբան, 4 տարեկան աղջկա մայր, խուճապային խանգարում է ձեռք բերել այն բանից հետո, երբ հրապարակավ նվաստացվել է ժողովի ընթացքում ոչ պատշաճ ռազմավարությունը կասկածի տակ դնելու համար։ Վալերիան անհարմար շարժվեց աթոռին։ Նա հիանալի հիշում էր այդ դրվագը։ Կարինեն համարձակվել էր առաջարկել այլ մոտեցում մի բարդ հաճախորդի համար, Վալերիան ծաղրել էր նրան ամբողջ թիմի առջ, ասելով, որ փորձնակները կարծիքներ չեն հայտնում, այլ միայն կատարում են հրամաններ։ Մարկոս Օհանյան, վաճառքի համակարգող, 41 տարեկան, 2 դեռահաս որդիների հայր, Էդուարդը փոխեց սլայդը, այժմ ցույց տալով բժշկական արձակուրդների վերաբերյալ կոնկրետ տվյալներ։ 3 ամիս բացակայություն աշխատանքից ծանր անհանգստության պատճառով, անիրատեսական նպատակներին չհասնելու համար չարաշահող պահանջների աշխատանքից ազատվելու։ Մշտական սպառնալիքների ենթարկվելուց հետո։ Ռոբերտ Կարապետյանը քրտնում էր։ Նա էր պատասխանատու եղել այն նպատակների սահմանման համար, որոնք նշում էր Էդուարդը, հիանալի իմանալով, որ դրանք անհնար է իրագործել, բայց տեղի տալով Վալերիայի ճնշմանը ավելի ու ավելի ագրեսիվ արդյունքների համար։ Նունե Վարդանյան, վարչական օգնական, 53 տարեկան, շարունակեց Էդուարդը, նրա ձայնն ավելի խստացավ։ 22 տարի ընկերությունում օրինակելի աշխատակից ծանր դեպրեսիա է ձեռք բերել այն բանից հետո, երբ մշտապես անհարգալից վերաբերմունքի է արժանացել նրա կարողությունները հրապարակավ կասկածի տակ են դրվել ղեկավարների կողմից, որոնք կարող էին նրա զավակները լինել։ Սենյակում լռությունը դանակի պես սուր էր։ Էդուարդը անցավ հաջորդ սլայդին, ֆինանսական տվյալներ, որոնք ցույց էին տալիս թունավոր միջավայրի ուղղակի ազդեցությունը ընկերության արդյունքների վրա։ Կարծում եք, այս ամբողջ դաժանությունը գոնե ֆինանսական օգուտներ բերեց, հարցրեց Էդուարդը, նրա ձայնը լի էր դառը հեգնանքով։ Մեր արտադրողականությունը նվազել է 16%-ով վերջին տարում։ Նախագծերի ավարտի միջին ժամանակը աճել է 23%-ով։ Հաճախորդների բավարարվածությունը նվազել է 12%-ով։ Կարլեն Մելիքյանը փորձեց խոսել։ Պարոն Սարգսյան, այս թվերը կարող են մի քանի պատճառ ունենալ։ Շուկան ավելի մրցակցային է, մենք տնտեսական մարտահրավերներ ենք ունեցել։ Կարլեն, Էդուարդը վճռականորեն ընդհատեց նրան, վերջին 6 ամիսներին ես աշխատել եմ մեր աշխատակիցների կողքին։ Ես լսել եմ նրանց պատմությունները, ականատես եղել նրանց տառապանքին, տեսել, թե ինչպես է վախը կաթվածահար անում ստեղծագործականությունն ու նախաձեռնողականությունը։ Ինձ տնտեսական արդարացումներ մի բերեք, երբ պատճառը հենց այստեղ է, այս սենյակում։ Էդուարդը կրկին սեղմեց հեռակառավարման վահանակի կոճակը։ Էկրանին այժմ ցուցադրվում էին խոսակցությունների ձայնագրությունների տառադարձումները, որոնք նա զգուշորեն ձայնագրել էր իր հետաքննության ընթացքում։ Դա օրինական էր, քանի որ որպես ընկերության սեփականատեր նա իրավունք ուներ վերահսկել ներքին գործունեությունը։ Եթե դու չես կարողանում ճնշման տակ աշխատել, կարող ես այլ աշխատանք փնտրել։ Այստեղ զգայուն աշխատակիցների համար մանկապարտեզ չէ, բարձրաձայն կարդաց Էդուարդը։ Սրանք ձեր խոսքերն էին, Վալերիա, ուղղված Սանդրա Ներսիսյանին, մեր ընդունարանի աշխատակցին, երբ նա 2 օր արձակուրդ խնդրեց հիվանդանոցում գտնվող մորը խնամելու համար։ Վալերիան բերանը բացեց պաշտպանվելու, բայց Էդուարդը շարունակեց. Անձնական խնդիրները մնում են ընկերության դռան մոտ։ Այստեղ քեզ վճարում են արտադրելու, ոչ թե լաց լինելու համար, կարդաց նա մեկ այլ տառադարձում։ Ասվել է Հովիկ Ալեքսանյանին, երբ նա հայտնել է, որ պետք է 3 օր շուտ դուրս գա աշխատանքից, կնոջը ուռուցքաբանական հետազոտությունների ուղեկցելու համար։ Յուրաքանչյուր մեջբերման հետ սենյակում անհարմարությունն աճում էր։ Այլ մենեջերներ ճանաչում էին իրենց սեփական խոսքերը կամ նմանատիպ իրավիճակներ, որոնց ականատես կամ մասնակից էին եղել։ Էդուարդն անջատեց պրոյեկտորը, մոտեցավ պատուհանին, դիտելով հյուսիսային պողոտայի տեսարանը։
Ներքում հազարավոր մարդիկ քայլում էին փողոցներով, յուրաքանչյուրն իր պայքարով, երազանքներով արժանապատվությամբ։ Մարդիկ, ինչպիսիք էին նրանք, ովքեր աշխատում էին իր ընկերությունում, վերածվել էին թվերի արտադրողականության աղյուսակներում։ Երբ ես հիմնեցի այս ընկերությունը 2001 թվականին, ասաց Էդուարդը, առանց շրջվելու խմբին, իմ առաջին աշխատակիցը Անտոն Պետրոսյանն էր, 60 տարեկան մի պարոն, որը հենց նոր կորցրել էր իր աշխատանքը փակված գործարանում։ Ես նրան ընդունեցի որպես գրասենյակային սպասավոր, բայց միշտ վերաբերվել եմ որպես գործընկերոջ։ Էդուարդը շրջվեց, նրա աչքերը փայլում էին զսպված արցունքներից։ Անտոնն այստեղ աշխատեց 15 տարի։ Նա տեսավ, թե ինչպես ընկերությունը 3 աշխատակցից դարձավ ավելի քան 400։ Երբ նա թոշակի անցավ, ինձ մի արտահայտություն ասաց, որը երբեք չեմ մոռացել։ Պարոն Էդուարդ, այստեղ ինձ երբեք որպես թիվ չեն վերաբերվել։ Միշտ վերաբերվել են որպես մարդու։ Նա դադար տվեց, դիտելով սենյակի յուրաքանչյուր դեմքը։ Գիտեք, թե որտեղ է Անտոնը հիմա։ Նա անցյալ տարի մահացավ քաղցկեղից։ Եվ գիտեք, թե որն էր վերջին բաներից մեկը, որ ինձ ասաց, երբ այցելեցի նրան հիվանդանոցում։ Որ նա տխուր էր, որովհետև այն ընկերությունը, որը նա օգնել էր կառուցել, այլս այն վայրը չէր, որտեղ մարդկանց վերաբերվում էին որպես մարդու։ Էդուարդի ձայնի հուզմունքը շոշափելի էր։ Նարինե Կոստանյանը, մարքեթինգի մենեջերը, զգուշորեն սրբեց մի արցունք։ Նույնիսկ ամենակոպված գործադիրներից ոմանք կարծես հուզված էին պատմությունից։ Այսպիսով, այսուհետ, Էդուարդը վերականգնեց պրոֆեսիոնալ տոնը, բայց պահպանելով հուզական վճռականությունը, մի քանի հիմնարար փոփոխություններ տեղի կունենան այս ընկերությունում։ Նա վերադարձավ պրոյեկտորի մոտ, ցուցադրեց մի սլայդ, կոնկրետ միջոցառումներով։ Առաջին անհապաղ ստեղծում անկախ էթիկայի հանձնաժողովի, որի անդամներին ժողովրդավարական ճանապարհով կընտրեն հենց իրենց գործընկերները։ Այս հանձնաժողովը իրական լիազորություններ կունենա բողոքները հետաքննելու պատժամիջոցներ կիրառելու համար։ Կարլեն Մելիքյանը կրկին խոսեց։ Պարոն Սարգսյան, դա կարող է անկայունություն ստեղծել հիերարխիկ կառուցվածքում։ Կարլեն, Էդուարդը նրան ընդհատեց թափանցող հայացքով, դուք այս պահից սկսած կասեցված եք ձեր պարտականություններից։ Ձեր անփութությունը բողոքների նկատմամբ ուղղակիորեն նպաստել է տասնյակ աշխատակիցների տառապանքին։ Ցնցված լռություն տիրեց սենյակում։ Կարլենը գունատվեց, բայց Էդուարդը անողոքաբար շարունակեց։ Երկրորդ, անանուն բողոքների ուղու ներդրում, որը կկառավարվի մարդկային ռեսուրսների ոլորտում մասնագիտացված արտաքին ընկերության կողմից։ Ոչ մի բողոք չի անտեսվի կամ արխիվացվի։ Էդուարդը անցավ հաջորդ կետին։ Երրորդ, վերջին 3 տարիների բարոյական ոտնձգությունների բոլոր դեպքերի հետադարձ աուդիտ։ Չարաշահումների ենթարկված աշխատակիցները կստանան փոխհատուցումներ, ցանկության դեպքում հոգեբանական աջակցություն ընկերության հաշվին։ Վալերիան վերջապես խոսելու համարձակություն գտավ։ Էդուարդ, պարոն Սարգսյան, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց գուցե դուք չեք հասկանում ներկայիս շուկայի ճնշումները։ Արդյունքները, որոնք մենք ապահովել ենք։ Վալերիա, ընդհատեց Էդուարդը, քայլելով դեպի նա, ձեր արդյունքները ձեռք են բերվել տերորի նվաստացման միջոցով։ Դա առաջնորդություն չէ, այլ բռնապետություն։ Նա կանգ առավ նրա առջ, նրա հայացքը ամուր էր վճռական։ Դուք անորոշ ժամանակով կասեցված եք։ Արտաքին հանձնաժողովը կհետաքննի ձեր կառավարման հետ կապված բոլոր բողոքները։ Արդյունքներից կախված կարող են ձեռնարկվել իրավական միջոցներ։ Վալերիան բարձրացավ աթոռից, նրա դեմքն այժմ ցնցումից բացի նա վրդովմունք էր արտահայտում։ Դուք չեք կարող դա անել։ Ես բերել եմ ընկերության պատմության լավագույն ֆինանսական արդյունքները։ Իմ բաժինը։ Ձեր բաժինը, ընդհատեց Էդուարդը, 6 ամսում ունեցել է հոգեբանական խնդիրների պատճառով աշխատանքից բացակայող 9 աշխատակից։ 16 տեղափոխման խնդրանք։ 3 ինքնասպանության փորձ, որոնք բարեբախտաբար չեն իրականացվել։ Վերջին տեղեկությունը Վալերիային հարվածեց ինչպես բռունցքի հարված։ Նա չգիտեր ինքնասպանության փորձերի մասին։ Էդուարդը շարունակեց, նրա ձայնն այժմ լի էր խորը տխրությամբ։ Նրանցից մեկը Մարինա Սահակյանն էր, մեր երիտասարդ փորձնակը։ 22 տարեկան, կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, երազում էր խոստումնալից կարիերայի մասին։ 3 տարբեր առիթներով ձեր կողմից հրապարակավ նվաստացվելուց հետո նա հասել էր այն կետին, որ մտածում էր սեփական կյանքին վերջ տալու մասին։
Վալերիան ընկավ աթոռին, բացահայտման ծանրությունը նրան հարվածեց ամբողջ ուժով։ Ռոբերտ Կարապետյանը մյուս գործադիրները բացարձակ լռությամբ դիտում էին տեսարանը, սկսելով հասկանալ ընկերությունում տեղի ունեցածի իրական չափերը։ Բարեբախտաբար, շարունակեց Էդուարդը, Մարինան ժամանակին օգնություն է փնտրել։ Նա հիմա լավ է, ստանում է հո գեբանական աջակցություն։ Եվ հաջորդ շաբաթ կդառնա ավագ վերլուծաբան իր կարողությանը նվիրվածությանը համապատասխան աշխատավարձով։ Էդուարդը վերադարձավ սենյակի արջի մաս։ Փոփոխությունների 4-րդ կետը, բոլոր ղեկավարների համար մարդկային զարգացման ծրագրի անհապաղ ներդրում։ Մենեջերները, որոնք չեն ցուցաբերի աշխատակիցներին արժանապատվորեն վերաբերվելու կարողություն, կիջեցվեն պաշտոնից կամ կազատվեն աշխատանքից։ Նարինե Կոստանյանը ամաչկոտությամբ ձեռք բարձրացրեց։ Պարոն Սարգսյան, կարող եմ հարց տալ։ Իհարկե, Նարինե։ Ինչպես կարողացաք այդքան երկար քողարկված աշխատել։ Ցավալի չէր այս ամենին ականատես լինելը։ Էդուարդը տխուր ժպտաց։ Դա իմ մասնագիտական կյանքի ամենացավալի փորձն էր, Նարինե։ Բայց նա ամենաանհրաժեշտը։ Տարիներ շարունակ ես ստանում էի զեկույցներ, որոնք իրականությունից բոլորովին այլ պատկեր էին ներկայացնում։ Գեղեցիկ գրաֆիկներ, դրական թվեր, բավարարվածության ցուցանիշներ, որոնք չէին արտացոլում ճշմարտությունը։ Նա դադար տվեց, նրա աչքերը սահեցին ներկա յուրաքանչյուր մարդու վրայով։ Միայն ներքում։ Լինելով մարդկանց հետ խոսելով միջանցքներում, վերելակներում, ճաշարանում, ես բացահայտեցի, թե իրականում ինչ էր կատարվում։ Աշխատակիցները վախենում էին ճշմարտությունն ասել, որովհետև գիտեին, որ դա իրենց դեմ կօգտագործվի։ Էդուարդը վերսկսեց փոփոխությունների ներկայացումը։ 5-րդ կետ, աշխատակիցների ճանաչման զարգացման համար հատուկ հիմնադրամի ստեղծում։ Մենք կներդնենք շարունակական կրթության, մասնագիտացման դասընթացների ներքին աճի ծրագրերի մեջ։ Ռոբերտ Կարապետյանը նյարդայնացած խոսեց։ Պարոն Սարգսյան, դա զգալի ներդրում կպահանջի։ Գուցե խելամիտ կլինի աստիճանաբար ներդնել։ Ռոբերտ, Էդուարդը վճռականորեն նայեց նրան, տարիներ շարունակ դուք ներդրումներ եք կատարել ուղղաթիռների, շքեղ մեքենաների, միջազգային ուղղությունների գործադիրների համար միլիոնավոր բոնուսների մեջ։ Այժմ մենք կներդնենք այն ամենի մեջ, ինչն իսկապես կարևոր է այն մարդկանց մեջ, որոնք այս ընկերությունը ստիպում են աշխատել։ Էդուարդը սեղմեց վերջին սլայդի կոճակը, ընկերության սկզբնական թիմի լուսանկարը, 2001 թվականի։ 5 ժպտացող մարդ Երանի կենտրոնում գտնվող փոքրիկ գրասենյակում։ Նայեք այս լուսանկարին, ասաց նա, նրա ձայնը հուզմունքից դողում էր։ Անտոն Պետրոսյանը, որի մասին նշեցի։ Լուիզա Ստեփանյանը, մեր առաջին հաշվապահը, որը դեռ աշխատում է այստեղ իմ ճանաչած ամենաազնիվ մարդկանցից է։ Պետրոս Ավագյանը, որը սկսել է որպես օգնական, այսօր մեր գործառնությունների տնօրենն է։ Կարմեն Վարդանյանը, որը սկսել է որպես ընդունարանի աշխատակից, դարձել է հաճախորդների սպասարկման համակարգող։ Էդուարդը շրջվեց դեպի խումբը, նրա աչքերը փայլում էին նորացված վճռականությամբ։ Այս մարդիկ կառուցել են այս ընկերությունը փոխադարձ հարգանքի, համագործակցության, մարդկային արժանապատվության հիման վրա։ Ինչ-որ պահի մենք կորցրել ենք այդ արժեքները։ Բայց մենք դրանք կվերականգնենք։ Նա անջատեց պրոյեկտորը, ուղղվեց դեպի դուռը։ Ժողովն ավարտված է։ Փոփոխությունները սկսվում են վաղվանից։ Ով չի հարմարվի հարգանքի, մարդկային արժանապատվության վրա հիմնված նոր միջավայրին, կհրավիրվի փնտրել այլ մասնագիտական մարտահրավերներ։ Դուրս գալուց առաջ Էդուարդը վերջին անգամ շրջվեց դեպի խումբը։ Ահ, Վալերիա, ասաց նա, ուղիղ նայելով նրան, մեր խորհրդանշական ամուսնության մասին։ Կարծում եմ, որ դուք նախ պետք է սովորեք, թե ինչ է նշանակում մարդկանց հարգանքով վերաբերվել, նախքան մենք կքննարկենք որևէ տեսակի միություն, նույնիսկ խորհրդանշական։ Այս խոսքերով Էդուարդը լքեց սենյակը, թողնելով իր հետուն գործադիրների մի խումբ, որոնք վերջապես սկսում էին հասկանալ գալիք փոփոխությունների մեծությունը։ 3 շաբաթ էր անցել այն բացահայտումից, որն ընդմիշտ փոխեց Սարգսյան գործընկերների պատմությունը։ Հյուսիսային պողոտայի շենքը դրսից նույնն էր թվում, բայց յուրաքանչյուր ոք, ով կմտներ ընկերության հարկեր, անմիջապես կնկատեր, որ ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Ապրիլյան արոտ առավոտ էր, երբ Էդուարդ Սարգսյանը քայլում էր 23-րդ հարկի միջանցքներով, այժմ հագած պարզ կոստյում, բայց դեռ պահպանելով իր բնորոշ մտերմությունը բոլոր աշխատակիցների հետ։
Նրան ամենաշատը տպավորում էին ոչ միայն իր կողմից իրականացված կառուցվածքային փոփոխությունները, այլ ընկերության մարդկային միջավայրի վերափոխումը։ Փոփոխության առաջին նշանը տեսանելի էր մարդկանց դեմքերին։ Աշխատակիցները, որոնք նախկինում լարված արտահ այտություններով ցածր հայացքներով էին քայլում միջանցքներով, այժմ բնականon զրուցում էին, ժպտում միմյանց, օդում մի թեթություն կար, որը Էդուարդը տարիներ շարունակ չէր զգացել։ Մարինա Սահակյանը, երիտասարդ աղջիկը, որը գրեթե հասել էր հուսահատության ծայրահեղ սահմանին, այժմ զբաղեցնում էր իր նոր սեղանը որպես ավագ վերլուծաբան։ Նրա աչքերը կրկին փայլում էին այն կարիերայի հանդեպ կրքով, որը գրեթե կորցրել էր։ Երբ նա տեսավ Էդուարդի անցնելը, բարձրացավ մոտեցավ նրան։ «Բարի լույս, պարոն Սարգսյան», ասաց նա, նրա ձայնը լի էր անկեղծ երախտագիտությամբ։ «Ուզում էիս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հնարավորության համար։ Երբեք չէի պատկերացնի, որ…» Էդուարդը ջերմորեն ժպտաց։ «Մարինա, դուք արժանի եք այս առաջխաղացմանը շատ ավելիին։ Ձեր տաղանդը միշտ այնտեղ է եղել, պարզապես անհրաժեշտ էր մի միջավայր, որտեղ այն կարողանար ծաղկել»։ Նա շարունակեց իր առավոտյան զբոսանքը, դիտելով վերափոխումները, որոնք բազմանում էին ամենուր։ Ֆինանսական բաժնում Կարինե Սիմոնյանը նորացված վստահությամբ աշխատում էր գործընթացների վերակառուցման նախագծի վրա, նրա գաղափարներն այժմ լսվում գնահատվում էին նոր ղեկավարության կողմից։ Մարկոս Օհանյանը նախորդ շաբաթ վերադարձել էր բժշկական արձակուրդից, Էդուարդը տեսնում էր, որ մարդը տեսանելիորեն ավելի հանգիստ էր, աշխատում էր կայուն տեմպով, իրատեսական նպատակներով։ Ամենամեծ վերափոխումը, սակայն, մարդկային ռեսուրսների բաժնում էր։ Լուիզա Ստեփանյանը, հաշվապահը, որն աշխատել էր Էդուարդի հետ ընկերության առաջին օրերից, նշանակվել էր մարդկային ռեսուրսների տնօրեն։ 54 տարեկանում Լուիզան պաշտոնին բերեց տասնամյակների փորձ, ամենակարևորը, այն մարդկային արժեքները, որոնք ընկերությունը կորցրել էր ճանապարհին։ Էդուարդը թակեց նրա գրասե նյակի դուռը, որն այժմ գործում էր իր կողմից սահմանված բաց դռների քաղաքականությամբ։ «Բարի լույս, Լուիզա», ասաց նա, մտնելով այն միջավայր, որը նախկինում ղեկավարում էր Կարլեն Մելիքյանը։ «Ինչպես են ընթանում նոր ծրագրի ներդրումները»։ Լուիզան բարձրացրեց աչքերը զեկույցներից, որոնք վերլուծում էր, նրա դեմքին անկեղծ ժպիտ էր։ «Էդուարդ, թվերը տպավորիչ են։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում մենք ստացել ենք ընդամենը 2 բողոք անանուն ուղով, երկուսն էլ անմիջապես լուծվել են կառուցողական զրույցների միջոցով»։ Նա ցույց տվեց մանրամասն աղյուսակ։ «Համեմատեք այն 15 բողոքների հետ, որոնք մենք ամսական ստանում էինք փոփոխություններից առաջ։ Եվ տեսեք սա։ Մեր կազմակերպչական մթնոլորտի շաբաթական հարցումը ցույց է տալիս, որ աշխատակիցների 87%-ն ավելի մոտիվացված է աշխատելու»։ Էդուարդը խորը հուզմունք զգաց, տեսնելով թվերը։ Դրանք պարզապես վիճակագրություն չէին, այլ հաստատում, որ մարդկային կյանքերը դրականորեն փոխվում էին։ «Իսկ ներքին տեղափոխման խնդրանքները», հարցրեց նա։ «0-ի են հասել», բավարարվածությամբ պատասխանեց Լուիզան։ «Իրականում, մենք 5 մարդ ունենք այլ ընկերություններից, որոնք խնդրել են տեղափոխվել մեզ մոտ աշխատելու։ Մեր վերափոխման մասին լուրերը տարածվել են շուկայում»։ Էդուարդը հավանության նշանով գլխով արեց։ «Իսկ Վալերիան։ Ինչպես է ընթանում հետաքննությունը»։ Լուիզայի դեմքն ավելի լրջացավ։ Արտաքին հանձնաժողովը զեկույցն ավարտել է անցյալ ուրբաթ։ 43 փաստագրված դեպք կա ուղղակի բարոյական ոտնձգության, բացի այդ նպաստել է թունավոր աշխատանքային միջավայրի ստեղծմանը, որն անուղղակիորեն ազդել է ավելի քան 70 աշխատակցի վրա։ Էդուարդը խորը հոգոց հանեց։ Նույնիսկ իմանալով, որ այս եզրակացությունն անխուսափելի էր, նա դեռ տխրություն զգաց։ Վալերիան տաղանդավոր էր տեխնիկական առումով, բայց թույլ էր տվել, որ իշխանությունը այլասերի իր մարդկայնությունը։ Նա ընդունում է մասնակցել մեր առաջարկած վերականգնողական ծրագրին, հարցրեց Էդուարդը։ Հրաժարվել է, պատասխանեց Լուիզան։ Իրականում, նա ընդունել է մրցակից ընկերության առաջարկը։ Ինչպես հասկացա, նա կվերսկսի որպես տարածաշրջանային մենեջեր։ Էդուարդը մտածեց այդ մասին։ Մասամբ, թեթացում զգաց։ Վալերիան պետք է իր դասերը քաղեր ընկերությունից հեռու, մի միջավայրում, որտեղ կկարողանար վերակառուցել իր մասնագիտական մոտեցումը, առանց անցյալի որոշումների բեռը կրելու։ Իսկ Ռոբերտ Կարապետյանը։ Դա հետաքրքիր դեպք է, ասաց Լուիզան, թերթելով այլ փաստաթղթեր։ Ռոբերտը խնդրել է մասնակցել մարդասիրական առաջնորդության զարգացման ծրագրին։
Նա հրապարակավ ընդունել է իր սխալները ցուցաբերում է անկեղծ փոփոխություններ։ Էդուարդը ժպտաց։ Ռոբերտը միշտ տեխնիկապես հմուտ մարդ էր եղել, պարզապես ճանապարհից շեղվել էր այն թունավոր միջավայրում, որին վերածվել էր ընկերությունը։ Նրա նման մարդիկ արժանի էին երկրորդ հնարավորության։ Լուիզայի հետ մի քանի րոպե զրուցելուց հետո Էդուարդը ուղղվեց դեպի ընկերության դահլիճ։ Այսօր այն օրն էր, երբ նա ընդհանուր ժողով էր հրավիրել բոլոր աշխատակիցների հետ։ Ոչ թե պահանջների կամ արդյունքների ներկայացման ժողով, այլ միասին ապրած վերափոխման ճանապարհի մասին հավաքական խորհրդածության պահ։ Երբ հասավ դահլիճ, Էդուարդը հուզվեց տեսածից։ Գրեթե 400 աշխատակից զբաղեցնում էր աթոռները, բայց մթնոլորտը բոլորովին տարբեր էր անցյալի լարված ժողովներից։ Կային աշխույժ զրույցներ, անկեղծ ծիծաղ, տարբեր բաժինների մարդիկ բնականon շփվում էին։ Պետրոս Ավագյանը, գործառնությունների տնօրենը, որը մեծացել էր ընկերությունում առաջին օրերից, մոտեցավ Էդուարդին կուլիսներում։ Էդուարդ, ասաց նա, ձեռքը դնելով ընկերոջ ուսին, 24 տարի այստեղ աշխատելով, երբեք չեմ տեսել, որ մարդիկ այսքան ոգորված լինեն ընդհանուր ժողովի համար։ Էդուարդը ժպտաց, դիտելով դահլիճի շարժը։ Պետրոս, հիշո՞ւմ ես, թե ինչպիսին էին մեր ժողովները սկզբում։ Երբ մենք ընդամենը 5 հոգի էինք այն փոքրիկ սենյակում, կենտրոնում։ Իհարկե հիշում եմ, պատասխանեց Պետրոսը, նրա աչքերը փայլում էին նոստալգիայից։ Մենք ամեն ինչի մասին էինք խոսում, միասին պլանավորում, յուրաքանչյուրս գիտեր մյուսի երազանքները։ Այո, ասաց Էդուարդը։ Երբ ընկերությունը մեծացավ, մենք կորցրեցինք այդ մարդկային մտերմությունը։ Այսօր ես ուզում եմ փորձել վերականգնել դրա մի մասը։ Էդուարդը բարձրացավ բեմ, ջերմ ծափահարությունների ներքո։ Դրանք պաշտոնական կամ պարտադրված ծափահարություններ չէին, այլ անկեղծ սիրո հարգանքի դրսևորումներ։ Նա երկար վայրկյաններ դիտեց հանդիսատեսին, ճանաչելով ծանոթ դեմքեր, մարդկանց, որոնց պատմություններն այժմ մտերմորեն գիտեր։ Բարի լույս բոլորիդ, ասաց Էդուարդը, նրա ձայնը արձագանքեց դահլիճում։ Նախքան սկսելը, ուզում եմ ներողություն խնդրել։ Հարգալից լռություն տիրեց միջավայրում։ Էդուարդը շարունակեց, նրա ձայնը լի էր անկեղծ հուզմունքով։ Ներողություն եմ խնդրում, որ չափազանց շատ եմ հեռացել ձեր իրականությունից, որ վստահել եմ միայն զեկույցներին թվերին, կորցնելով կապն այն ամենի հետ, ինչն իսկապես կար։ Որ է, այն մարդկանց հետ, որոնք ստիպում են այս ընկերությանը գոյություն ունենալ։ Նա դադար տվեց, դիտելով հանդիսատեսի ուշադիր դեմքերը։ Վերջին 6 ամիսներին, քողարկված որպես սպասարկման աշխատակից, ես ավելին սովորեցի մեր ընկերության մասին, քան նախորդ բոլոր տարիներին։ Ես սովորեցի, որ ֆինանսական հաջողությունն առանց մարդկային արժանապատվության մի պատրանք է, որը միշտ փլուզվում է։ Էդուարդը սկսեց քայլել բեմով, տեսողական կապ պահպանելով հանդիսատեսի տարբեր հատվածների հետ։ Ես բացահայտեցի, որ մենք ունենք աշխատակիցներ, որոնք լաց էին լինում զուգարաններում, որովհետև նրանց հրապարակավ նվաստացնում էին։ Ես բացահայտեցի, որ տաղանդավոր մարդիկ լքում էին ընկերությունը ոչ թե ավելի լավ հնարավորությունների համար, այլ որովհետև այլս չէին կարողանում դիմանալ տերորի միջավայրին։ Հանդիսատեսի որոշ մարդիկ զգուշորեն սրբեցին արցունքները։ Էդուարդը տեսնում էր, որ իր խոսքերը խորապես դիպչում էին ներկաներից շատերի անձնական փորձառություններին։ Բայց ես նա հրաշալի բան բացահայտեցի, շարունակեց նա, նրա տոնն ավելի հուսադրող դարձավ։ Ես բացահայտեցի, որ դուք երբեք չեք կորցրել ձեր մարդկայնությունը, միմյանց մասին հոգ տանելու ձեր կարողությունը, լավ կատարված աշխատանքի հանդեպ ձեր նվիրվածությունը։ Ես բացահայտեցի, որ իմ երազանքների ընկերությունը դեռ գոյություն ուներ, պարզապես խեղդված էր թունավոր մշակույթի կողմից, որը մենք թույլ տվեցինք, որ հաստատվի։ Էդուարդը կանգ առավ բեմի կենտրոնում, նայելով ամբողջ հանդիսատեսին։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում դուք ապացուցեցիք մի բան, որը ես միշտ գիտեի, բայց մոռացել էի։ Երբ մարդկանց վերաբերվում են արժանապատվությամբ հարգանքով, նրանք ծաղկում են։ Մեր արտադրողականությունն աճել է 22%-ով։ Հաճախորդների սպասարկման մեր որակը հասել է ռեկորդային մակարդակների։ Մեր աշխատանքային միջավայրը դարձել է մի վայր, որտեղ մարդիկ ուզում են լինել։ Ինքնաբուխ ծափահարություններ հնչեցին դահլիճում։ Էդուարդը սպասեց, որ դրանք հանդարտվեն, նախքան շարունակելը։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվել մի կարևոր որոշմամբ, որը կայացրել եմ, ասաց նա, նրա ձայնը հանդիսավորություն ստացավ։
Այսուհետ ընկերության տարեկան շահույթի 15%-ը կուղղվի աշխատակիցների բարեկեցության հիմնադրամին։ Զարմանքի շշուկ տարածվեց հանդիսատեսի շրջանում։ Էդուարդը բացատրեց մանրամասները։ Այս հիմնադրամը կֆինանսավորի կրթաթոշակներ աշխատակիցների երեխաների համար, կանխարգելիչ առողջապահական ծրագրեր ամբողջ ընտանիքի համար, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցություն միկրովարկավորման ծրագիր այն աշխատակիցների համար, որոնք ցանկանում են ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Ծափահարություններն այժմ փոթորկոտ էին։ Մարդիկ ինքնաբուխ ոտքի էին կանգնում, ցուցաբերելով մի հուզմունք, որը Էդուարդը տարիներ շարունակ չէր տեսել ընկերությունում։ Բայց կա մի բան, որն էլ ավելի կարևոր է, որով ուզում եմ կիսվել, ասաց Էդուարդը, սպասելով լռության վերադարձին։ Ես ուզում եմ պատմել մի պատմություն Անտոն Պետրոսյան անունով մի մարդու մասին։ Էդուարդը պատմեց ընկերության առաջին աշխատակցի պատմությունը, նրա աշխատանքի ընդունվելուց մինչ հիվանդանոցում նրա վերջին խոսքերը։ Երբ ավարտեց, հանդիսատեսի մեջ չոր աչք չկար։ Անտոնն ինձ սովորեցրեց, որ ընկերությունը շատ ավելին է, քան թվերը աղյուսակներում։ Դա մարդկանց համայնք է, որոնք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են միասին, կառուցելով իրենցից ավելի մեծ մի բան։ Էդուարդն իր եզրակացությունը արեց, նրա ձայնը հուզմունքից դողում էր։ Ես խոստանում եմ ձեզ, որ այլս երբեք տեսադաշտից չեմ կորցնի այն, ինչն իսկապես կարևոր է։ Այս ընկերությունը կրկին կդառնա մի վայր, որտեղ մարդկանց վերաբերվում են որպես մարդու, որտեղ տաղանդները գնահատվում են, որտեղ արժանապատվությունն այն վառելիքն է, որը ստիպում է ամեն ինչ աշխատել։ Նա ժպտաց, նայելով հանդիսատեսի հուզված դեմքերին։ Իսկ նրանց համար, ովքեր հարցրել են նախկին տնօրեն Վալերիայի հետ իմ խորհրդանշական ամուսնության մասին, ասաց Էդուարդը, ծիծաղ առաջացնելով հանդիսատեսի մոտ, ես որոշել եմ, որ արդեն ամուսնացած եմ։ Ամուսնացած եմ այս ընկերության, ձեզ հետ, այն արժեքների հետ, որոնք մեզ հասցրել են այստեղ։ Վերջին ծափահարությունները տեցին ավելի քան 5 րոպե։ Էդուարդն իջավ բեմից, նրան ողջունեցին տասնյակ աշխատակիցներ։ Գրկախառնություններ, ուրախության արցունքներ, երախտագիտության խոսքեր խառնվում էին նորացման հույսի ինքնաբուխ տոնակատարության մեջ։ Ավելի ուշ, երբ շարժը հանդարտվեց, Էդուարդը միայնակ բարձրացավ ուղղաթիռային հարթակ։ Bell 407-ը կայանված էր նույն տեղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր 3 շաբաթ առաջ։ Բայց այժմ այդ ուղղաթիռն այլս ամբարտավանության կամ իշխանության խորհրդանիշ չէր։ Էդուարդը մոտեցավ օդանավին, մեղմորեն դիպավ նրա մետաղական կորպուսին։ Նա ժպտաց, հիշելով Վալերիայի խոսքերն այն վերափոխիչ առավոտյան։ Եթե նա կարողանար վարել ուղղաթիռը, նա կամուսնանար իր հետ։ Ճակատագրի հեգնանքով վարելով այդ մեքենան, Էդուարդն ամուսնացել էր շատ ավելի կարևոր բանի հետ, իր արժեքների նորացման մարդկային արժանապատվությունը երբեք տեսադաշտից չկորցնելու պարտավորության հետ։ Արը սկսում էր մայր մտնել երանի վրա, շրջակա շենքերի ապակիները ներկելով ոսկեգույն երանգներով։ Էդուարդը դիտում էր քաղաքի շարժը ներքում, մտածելով բոլոր այն մարդկանց մասին, որոնք իր նման ձգտում էին իրենց մասնագիտական կյանքում ինչ-որ նշանակալի բան կառուցել։ Նա հանեց բջջայինը, հաղորդագրություն գրեց Լուիզա Ստեփանյանին, հաջորդ շաբաթվա համար ժողով նշանակիր։ Ուզում եմ քննարկել մեր մարդասիրական կառավարման մոդելի ընդլայնումը խմբի մյուս ընկերություններում։ Նախքան գրասենյակ վերադառնալը, Էդուարդս մեկ անգամ նայեց ուղղաթիռին։ Այդ մեքենան կատալիզատոր էր եղել մի վերափոխման համար, որը կփոխեր հարյուրավոր կյանքեր։ Եվ ամենակարևոր դասը, որ այն թողնում էր, պարզ էր։ Իսկական վառելիքը, որը ստիպում է ցանկացած կազմակերպության թռիչք կատարել, ոչ թե վախն է, ոչ էլ ճնշումը, ոչ էլ նվաստացումը։ Դա հարգանքն է։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով եմ, որ Էդուարդ Սարգսյանի պատմությունը նրա կորպորատիվ վերափոխման ճանապարհը խորապես հուզել են ձեր սրտերը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ ցանկացած աշխատանքային միջավայրում, ցանկացած պաշտոնում, որը մենք զբաղեցնում ենք, մենք միշտ ունենք ընտրություն վերաբերվել մարդկանց արժանապատվությամբ հարգանքով։ Էդուարդը բացահայտեց, որ իրական հաջողությունը չի չափվում միայն ֆինանսական թվերով, այլ այնպիսի միջավայրեր ստեղծելու կարողությամբ, որտեղ մարդիկ կարող են ծաղկել որպես մարդկային էակներ։ Նրա քաջությունը, քողարկվելու իր աշխատակիցների իրականությամբ ապրելու, մեզ սովորեցնում է, որ իսկական առաջնորդությունը պահանջում է մտերմություն, կարեկցանք, խոնարհություն։ Եթե այս պատմությունը արձագանք գտավ ձեր սեփական փորձի հետ, եթե դուք ճանաչեցիք նմանատիպ իրավիճակներ ձեր մասնագիտական կյանքում, կամ եթե պարզապես հուզվեցիք այս
Ավության վերափոխման ճանապարհով ես հրավիրում եմ ձեզ հավանել տեսանյութը, բաժանորդագրվել մեր ալիքին մեկնաբանություններում կիսվել, թե պատմության որ մասն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր ես ձեզ համար բերում եմ այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, ոգեշնչում մեզ լինել մեր լավագույն տարբերակները։ Պատմություններ, որոնք մեզ հիշեցնում են, որ անկախ մեր զբաղեցրած դիրքից, մենք միշտ կարող ենք ընտրել արժանապատվությունը, հարգանքը, կարեկցանքը։ Կսպասեմ ձեզ հաջորդ թողարկմանը, որտեղ մենք կրկին կուսումնասիրենք այն հուզական բարդությունները, որոնք մեր գոյությունն այդքան հարուստ վերափոխի չեն դարձնում։ Շնորհակալ եմ այս ճանապարհորդության մասը լինելու համար։